Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, նորից ուժեղ ոդքասթն է եթերում։ Մենք նորից ունենք ուժեղ հյուր, ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արման Պետրոսյանն է մեր հյուրը, նաև միանգամից ներկայացնելուց ասեմ, որ վերջի տասնամյակի բոլոր պատերազմների մասնակից 2016-ի ապրիլյանի 44-օրյայի 22-ի սեպտեմբերյան պատերազմի, նաև 23-ի, ճիշտ եմ չէ ասում։ Ողջույն Արման ջան։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Էլի մենք sense տարբեր թեմաներ կքննարկենք, բայց քանի որ դու պատերազմների մասնակից ես, ու ես էլ եմ մասնակից, այդքան շատ չի ինչքան դու, ես մենակ 44 օրյային եմ մասնակցել, կուզենայի մի քիչ այդ թեմայից էլի սկսենք խոսել պատերազմների մասին։ Մի քիչ քո անցած ճանապարհից պատմի ու ոնց սկսվեց այդ զինվորական գործունեությունը հայրենիքի պաշտպանությանը ինտեգրվելու, այդ ամեն ինչի մասին մի քիչ դու ներկայացրու, էլի ոնց սկսվեց, որ դու գնացիր պատերազմ հենց 2016-ի ապրիլյանից սկսած։ Շատ լավ։ Ուսանողական ընկերներով կամավորական ջոկատում ենք ընդգրկվել, պարապմունքներ ենք իրականացնում 16 թվականից։ Ապրիլի 2-ի քառորյա պատերազմի ժամանակ արդեն կամավորագրվեցինք եւ մեր ջոկատով գնացինք ջրական։ Դե քառորյա պատերազմի ընթացքում շատ ակտիվություն չենք հասցրել դրսևորել, պատերազմը կարճ տևեց, իրադարձության ելքը բոլորս գիտենք, դրանից հետո եկանք եւ սկսեցինք ավելի ինտենսիվ մարզումներ իրականացնել, գնում ենք հատուկ պատրաստությունների, ներդաշնակման խնդիրը լրիվ լուծել ենք, բոլորս իրար ճանաչում ենք, զենք զինամթերքին տիրապետում ենք, զինատեսակներին ծանոթ ենք, այն նոր տեխնոլոգիաներին սենց ասած պատկերացում ունենք, ծանոթացել ենք ու տենց եկավ արդեն 44 օրյա պատերազմը, այդ մեր ընկերներով արդեն թիմը ավելի մեծացած գնացինք Եղնիկներ։ Եղնիկներում մինչև հոկտեմբերի 25-ն ենք եղել Եղնիկներ, դրանից հետո խմբի մի մասը գնացել է արդեն Քարինտակի Չախմախ կոչվող հատվածը, որպես այդ ադրբեջանական առաջապահ խումբը, որը իր մեծ գործը կատարեց ներխուժելով Շուշի ու պատերազմի ելքը վճռվեց դրանով, այդ խմբին դիմակայելենք այնքան ժամանակ, մինչև պաշտպանության բանակի հրամանատարը հրամանատվեր, որ նահանջեք, տոսով խփենք, ոչնչացնենք։ Սակայն բոլորս էլ գիտենք, թե հետո ինչ եղավ։ Դրանից հետո արդեն Արցախի հատուկ նշանակության վարչությունում եմ ծառայել, որպես մարտական պատրաստության գծով հրահանգիչ, 22 թվականի սեպտեմբերի 13-ի իրադարձությունների ժամանակ էլի եկել ենք Արցախից արդեն Ջերմուկ, այդտեղ մասնակիցն ենք եղել մի քանի օր հակառակորդի թիկունքում արդեն մնացած երկու զինվորականների դուրսբերման աշխատանքներին, հետո հետ ենք վերադարձել Արցախ, շարունակել ենք մեր ծառայությունը, 23 թվականի սեպտեմբերի 19-ի վերջի մարտերի ժամանակ էլի մասնակիցն ենք եղել, մասնակցել եմ Ստեփանակերտի պաշտպանությանը, այդ պարալենիների հատվածում թույլ չենք տվել հակառակորդը մտնի Ստեփանակերտ, քանի որ այդտեղ անպաշտպան քաղաքացիական անձիկ կային իրենց տներում, դրա համար փոխհրաձգություն եղավ այն ժամանակ, երբ որ արդեն այդ կապիտուլյացիոն թուղթը ստորագրվել էր, մեր խնդիրն էր, որպեսզի պաշտպանենք ժողովրդին ու փոքրինչ կարողացանք իրականացնել այդ ամեն ինչը ծանր իրավիճակում։ Դրանից հետո արդեն վերադարձել ենք Հայաստան, էլի։ Ջերմուկի հետ կապված մի հարց, Ջերմուկում ում հրամանատարությամբ եկաք պաշտպանություն իրականացնելու։ Մեզ ուղեկցել է Արայք Հարությունյանը անձամբ։ Արցախի նախագահ։ Այո։ Մինչև վերջ հետներս է եղել ինքը ու ամեն մանրուքից տեղյակ է եղել քայլերի հաջորդականությունից։ Մեկ էլ մի հարց էլ ես մասին քիչ է խոսվում, ուղղակի ես տենց լսել եմ էլի տարբեր աղբյուրներից։ Մենք օդային հարված հասցրել ենք Ջերմուկում թշնամուն։ Այդ մանրամասներին տենց տեղյակ չեմ, բայց դժվար է օդային հարված հասցրած լինենք, ինչով պիտի հասցրած լինենք։ Ինքնաթիռ կամ ԱԹՍ։ Եկեք կողքից նայելով տրամաբանենք, էլի։ Ես ինչ եմ դա ասում, չէ, միանգամից ասեմ, որ ավելի բացվի է զրույցը, էլի, որովհետև ըստ որոշ ինֆորմացիաների, նաև տեսանյութերի,
ադրբեջանցիները ունեին շատ մեծ քանակի զոհեր, շատ մեծ, որը որ նման էր ավիահարվածի կամ օդային հարվածի տպավորություններ թողնում, թե ոնց էին այդքանին միանգամից ոչնչացրել մեր կողմից։ Ուտեղ տարբեր վերսիաներ էր պատտվում, համենայն դեպս ինչ որ մեկ հարված ոնց որ թե եղել է, որի մասին հիմա շատ չի խոսվում։ Տեսեք, սկսենք դրանից, որ երբ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժեց ադրբեջանական զորքը, մեր երկրի ղեկավար կոչվածը սկի ռազմական դրություն չի հայտարարել, ուր մնաց ավիահարված հասցրած լինի ու եկեք չթերագնահատենք հակառակորդին։ Չենք թերագնահատում։ Մի գիշերվա մեջ 54 մարտական դիրք է վերցրել, 224 զոհ է պատճառել մեզ, 298 վիրավոր ու մինչև 8.3 կիլոմետր խորությամբ առաջ խաղացում է իրականացրել։ Այդ կամքա պետք, վճռականություն է պետք, որ կարենա որոշում կայացնի, տաղությունը մեջը լինի, էլի այդ հրամանատար կոչված ասածը ու ինքը հականիշներ են, չի կարա տես բան լինի։ Դրա համար մինչև այսօր ռուսական ինքնաթիռն է այդ գործողությունը արել։ Ես առաջի անգամ եմ լսում, որ եղած լիներ կիմանայի, էլի։ Ես ահագին տենց ինֆորմացիաներ լսել եմ ու բավական գիտակ մարդկանց կողմից, ոչ թե sense փողոցի մակարդակի ինֆորմացիա չեմ ասում, հենց ռազմական փորձագետ եւ այլն մարդիկ, ովքեր որ մի քիչ ինֆորմացված են ավելի լինում, քան օրինակ ես։ Դրա համար մի հատ քեզ որպես հենց այդ պատերազմի մասնակից, ջերմուկի պաշտպանության մասնակից ուզեցի այդ հարցը տալ, ինչև է այդ լնենց ուսումնասիրության առարկա է, կարելի է շարունակել ուսումնասիրել։ Շատ լավ, իսկ եթե պատերազմների միջև փորձենք համեմատություն անցկացնել, օրինակ 2016-ի ապրիլյանի ու 44-օրյա պատերազմի ինչ տարբերություններ կնկատես։ Ժամանակային առումն է տարբերությունը, 16 թվականին դիվերսիոն հետախուզական գործողություն ծավալեց Ադրբեջանը, հասկացավ մեր թույլ կողմերը ու 20 թվականին արդեն ոնց որ 16 թվականին մատաղիսից ու ջրականից էր գլխավոր հարվածները եղել, նույն ձև 20 թվականին ինքը խփեց, այտենց մտավ։ Հասկացավ մեր օդն է թույլ, ինքը այդ մի քանի կետերի վրա ուշադրություն դարձնելով կարողացավ այնց անել, որ հաջողության հասավ։ Ու ստեղ մեր զինվորը կամ սպաները չեն պարտվել, եկեք իրականությունը ասենք, որ այդ համակարգի բացակայություններ համակարգ է ստեղծել Ադրբեջանը, այդ համակարգի հաշվին կարողացավ առավելության հասնել։ Ու եթե այդ 44-օրյա պատերազմի ընթացքում մոդերատոր կոչված Նիկոլ Փաշինյանը մի քիչ էլի եմ կրկնում, քաղաքական կամք դրսևորել ու հրաման տար մինչև վերջ պայքարելու, նաև այդ գենշտաբի այդ աշխատակազմը, գեներալիտետը հասկանային, որ մի քանի օր անց այդ ստատիկ պաշտպանությունը պետք չի շարունակել, չունենք այդ ռեսուրսն ու օդային պաշտպանությունը։ Այս պատերազմը ֆուտբոլի նման է, եթե կանգնում ես, պարտվում ես, եթե շարժվում ես, ճիշտ հակագրողներ ես իրականացնում, հաղթում ես։ Իսկ մենք միշտ մնացինք մեր տեղը մինչև հոկտեմբերի 27-ը Հադրութի զորքը առաջնագծում ա եղել, բայց արդեն ադրբեջանական հետախուզադիվերսիոն խումբը 60-70 կիլոմետր արդեն ներխուժել էր մեր տարածք։ Մի քիչ արի համ քաղաքական, համ ռազմական տեսանկյունից այս հարցը քննարկենք։ Օրինակ ես գտնում եմ իմ անձնական կարծիքն է, շատերը կարան հակադարձեն, ասեն սխալ ես մտածում։ Ես էլ եմ այդ համարձակության կողմնակից։ Օրինակ, եթե ես տեսնեի, որ ես լինեի երկրի ղեկավար կամ գլխավոր հրաման տվող մարդը ես լինեի, ու տեսնեի, որ Ադրբեջանը տենց հաջողություններ է գրանցում, առաջնագծում ու առաջ են գալիս ու շատ ավելի վատ է լինելու օրեր անց, ես օրինակ Իսկանդերը կիրառելով իրենց նավթամուղ կլիներ, չգիտեմ, էլեկտրակայանին Մինգեչաուրի բան, ես օրինակ տենց ռազմավարական մի քանի հարված կհասցնեի, որպեսզի Ադրբեջանին գործունակությունից գցեի, շատ վատ վիճակի մեջ կարային իրանք հայտնվեին։ Այս պարագայում ինչ հետևանքներ կարար դա ունենար, օրինակ եթե մեր երկրի ղեկավարը մի կողմ ենք դնում անուն ազգանունը ու մեր վերաբերմունքը իր նկատմամբ, էլի Հայաստանի դե ֆակտո այդ պահին երկրի ղեկավարը եթե նման որոշում կայացներ,
ինչ քաղաքական հետևանքներ կունենար, աշխարհը ոնց կընկալեր դա, օրինակի համար էսա ինչի եմ ասում, որովհետև ադրբեջանական նավթը մենակ Ադրբեջանին չի վերաբերում, մեծ բիզնեսը հանդե անգլիական ընկերություններ կան, բրիտանական եւ այլ երկրների, ինչ կստանայինք մենք դրանից, եթե այդ հարվածները տեղի ունենային։ Եկեք հարցին ուրիշ տեսանկյունից նայենք, նախ կա մի կարգախոս, որ հաղթողներին չեն դատում, հաղթիր ինչպես կարող ես։ Ես դրան համաձայն եմ, հա։ Ու ես որպես այդ պատերազմի մասնակից ու այդ ավիահարվածների ցավը զգացած մարդ կասեմ հետեւյալը. ես ոչ թե կողմնակից եմ այդ նավթամուղերին խփեին մերոնք, այլ այդ Իսկանդեր կոչվածը տոճկաուն, իրանք նաև հակաօդային պաշտպանության միջոցներ են, այսինքն կանխարգելող են իրանք հեռահարությամբ ու դիպուկությամբ, ճշգրտությամբ։ Այդ 3 օդանավակայանները, որտեղ կային F-16-երը, բայրակթարները, Su-25-երը, պետք էր այդ օդանավակայանները ոչնչացնել, որ այդ օդային գերակայությունը կարողանային կրճատեինք։ Իսկ այդ նավթամուղերին խփելը եւ այլն, դա էլ եմ ասում, այդ քաղաքական կամքը սա չուներ, ունենալու դեպքում, որ խփեր ու առավելության հասներ պատերազմում, իրան հաստատ ոչ մեկ չէր կախելու։ Կամ թեկուզ թող կախեն, բայց հիմա Հայաստանն ու հայ ժողովուրդը ենթադրենք կա անձնազոհ ղեկավար, ով որ համաձայն է, որ իրան վերջում ինչ ուզեն անեն, բայց երկիրը հաղթի։ Հիմա այստեղ ավելի շատ քաղաքական հետևանքը Հայաստանի հանդեպ եմ ասում, եթե օրինակ նավթամուղին խփեինք մենք, ինչ քաղաքական հետևանք կունենար Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացիների համար, չեմ անձնավորում ղեկավարի համար, էլի բոլորիս համար ինչ կլիներ։ Խփենք ու հաղթենք պատերազմը, նորից եմ ասում, ոչ մի բան էլ չէր լինի, դրականից բացի ոչինչ չէր լինի։ Այսօր տարածաշրջանում գործոնա դարձել Ադրբեջանը, մենք գործիք ենք։ Ստեղ հաշվի են նստում Ադրբեջանի հետ, թույլ ղեկավարի հետ Հայաստանը ճանապարհ չունի։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա ուժեղ ղեկավար, ով կկարողանա ստեղծել ուժեղ տնտեսություն, այդ ուժեղ տնտեսության հաշվին կունենանք ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ու այդ եռանկյունին, որ կարողանանք ճիշտ օգտագործել, այդ պարագայում արդեն տարածաշրջանում մենք կլինենք թելադրողը, մեր հետ հաշվի կնստեն։ Հիմա քանի որ 2020 թվականի պատերազմից արդեն մոտ 6 տարի անցել է, 5 տարուց ավել, այս տարի կլինի 6 տարի, պատերազմի 6 ավարտից հետո 6 տարին կլինի, խոսում են, որ զենքեր են ձեռք բերել, օրինակ Հնդկաստանից, չէ, հեռահաղորդման զենքեր, բայց այս պարագայում ավելի շատ կուզենամ քո կարծիքը իմանալ բանակի ներկայիս վիճակը պատերազմից 6 տարի անց, մենք ինչ բանակ ունենք հիմա։ Նախ մեր բանակում կա ներդաշնակման խնդիր, պատերազմը մի բան ֆիքսենք, որ չեն հաղթում զենքերի քանակով, պատերազմը հաղթում են մտածողությամբ, լավագույն հաղթանակը առանց կռվի հաղթանակն է, երբ որ քեզ պատերազմ են հայտարարում, ուրեմն դու միտե թերացել ես, ինքն էլ ճիշտ պլանավորել է, դրա համար հարձակվում է քո վրա։ Ստեղ կապ չունի մենք ինչ ենք առնում, մենք այս իշխանությունը նայում տենա ով ինչա ծախում, ինքը հետա ձեռք բերում, բայց ստեղ մենք պետքա նայենք տենանք հակառակորդ պետությունից ռազմական դոկտրինա ворթեգրե, տվյալ պարագայում մեր հարևաններից ում հետ որ կոնֆլիկտ ունենք, Ադրբեջանը հիմա ворթեգրել է գլոբալ զինաթափող հարված դոկտրինը, ունի հեռահար կայաններ, դրանցից հատկանշական է այդ ռազմաշքերթի ժամանակ ցույց տված Pulse 300 օպերացիոն հրթիռահրետանային համակարգը 300 կիլոմետր ու ավել դիպուկությամբ, ինչպես նաև GFSM հրետանային հրթիռային համակարգերը, այդ ամեն ինչով ինքը մեր կենտրոնական ղեկավարմանը ժամերի ընթացքում կապիտուլյացիայի է ուղղակի ենթարկելու։ Իսկ այդ մեր ձեռք բերված ծանր հրետանային կայանները հնդկական ու չգիտեմ այն ինչը մի խոսքով ձեռքա բերում Ադրբեջանը ու ձեռք ենք բերում մենք անհամաչափ է 8 անգամ ադրբեջանական զինտեխնիկան ու զինամթերքը ավելի շատ է, այտենց դիսբալանսը խախտված է։ Դրա համար այդ ամեն ինչին հակազդելու համար մենք պետքա կարողանանք այդ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին արագ հակազդել, արագ արձագանքել, որ այդ դիսբալանսը չլինի այլևս։
Քանի որ դու ցենց ռազմական գործի հետ կապված բավական շատ գիտելիքներ ու փորձ ունես, դրա համար այս հարցը հենց քո հետ կուզենամ քննարկել, էլի, քանի որ արժևում ընտրություններ են, դուք քաղաքական ուժ եք, ունեք ծրագիր, այդ թվում վերջերս նաև հենց պաշտպանության հետ կապված ծրագրեր եք ներկայացրել հանրությանը, ներգրավելով նաև միջազգային փորձագետների, մասնագետների, հայտնի հրամանատար Կանդազին, ուզում եմ հետևյալ հարցը տամ, ասենք օրինակ լավ, դուք որ գաք իշխանության, այդ դեպքում այդ հակազդեցությունը զինվելը ինչ ուղղությամբ կգնա, ինչ փոփոխություններ կլինեն բանակում, Հայաստանի պաշտպանական համակարգում։ Մենք մեր ծրագրերի մեջ ներառել ենք անվտանգային ծրագրերից ուժեղ դիվանագիտությունից բացի նաև պաշտպանված երկինքը, որտեղ մենք ունենալու ենք հակաօդային պաշտպանության միջոցներ, որտեղ մեկը կտեսնի, մյուսը կհայտնաբերի, երրորդը արդեն կվնասազերծի։ Այսինքն մի համալիր ենք ստեղծելու, որպես այդ օդային գերակայությունը հակառակորդ պետության կարողանանք հասցնել 0-ի։ Հաջորդը մենք ունենալու ենք դրոնների ինստիտուտ, օպերատորի ինստիտուտ, այսպես ասած, որտեղ պատրաստելու ենք օպերատորներ, ձեռք ենք բերելու ժամանակակից դրոններ եւ ԱԹՍ համակարգեր, որով կկարողանանք եւ հակազդել եւ ժամանակին կանխարգելել ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա։ Այսինքն մեր բոլոր գործողությունները լինելու են պաշտպանական։ Բխելու են Հայաստանի անվտանգության շահերից։ Հետո մենք խելացի սահմաններ ենք առաջարկում, որով վերջ ենք տալու այս ստատիկ պաշտպանությանը, քանի որ այդ խրամատում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները այդ երկար ու ծանր հոգեբանական ծառայությունից, այդ սպասումից իրանք հոգնում, կազմաքանդվում են ու ուտեն գնում մարտական պատրաստությունը։ Մեր կարգախոսն է զինվորը արժեք է ոչ թե ռեսուրս, ոնց որ սրանք են, այս 3 պատերազմը արդեն ռեսուրսի տեղ մեր զինվորին քամում են ուղակի։ Այսինքն մենք որդեգրել ենք այս քաղաքականություն, որ առաջնագիծը հսկելու են սենսորները, տեսահսկման, տեսադիտարկման սարքավորումները, գիշերային 100%-անոց տեսանելիություն ենք ապահովելու, ռոբոտացված համակարգեր են լինելու, օպերատորների հաշվարկներ են լինելու, որպեսզի այդ 1075 կիլոմետր սահմանագիծը բաց տեղ չունենա, օգտագործելով մեր ռելիեֆը, աշխարհագրությունը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ հայրենասիրությունը գալիս է աշխարհագրությունից։ Եթե մենք մեր պետությունը չճանաչենք, աշխարհագրությունը, տեղանքը չիմանանք, մենք չենք կարող պաշտպանենք այս երկիրը։ Ու զինվորը մարտի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ վտանգը հասցված կլինի մինիմալի, այսինքն մեր քաղաքականության շեշտը դրել ենք զինվորի անվտանգությունը ապահովելու համար։ Հաջորդ կետը գալիս է արդեն արժանապատիվ ծառայությունը։ Մենք պատրաստելու ենք բազմաֆունկցիոնալ զինվորականություն եւ այդ բազմաֆունկցիոնալ զինվորը ունենալու է մի քանի մասնագիտություն ու տիրապետելու է բոլոր հրաձգային եւ համազորային զենքերին ու զինատեսակներին, ինչպես նաեւ վարձատրվելու են գերազանց ծառայություն իրականացնող զինվորները։ Ծառայությունից հետո արդեն իրենք բարձրագույն հաստատությունում ունենալու են անվճար կրթության հնարավորություն, իսկ ովքեր հնարավորություն չեն ունենա սովորել համալսարաններում, մասնագիտական կրթություն է իրանց ընձեռվելու։ Հաջորդը տեղական ռազմական արդյունաբերությունն է։ Այսինքն ուժեղ տնտեսություն երբ ասում ենք, մենք պատկերացնում ենք, որ պետք է ունենանք տեղական արտադրություն, որը կփորձի հնարավորինս ինքնաբավ դարձնել բանակը, շրջափակման պարագայում մենք կարողանանք սնուցել բանակին, ինչպես նաև գիտենք, որ երբ ունես ինքնաբավ տնտեսություն, դրսից արդեն քիչ ես վարկ ու պարկ վերցնելու ու նաև հասկանում ենք, որ ով որ վարկն ու պարկը տալիս է, նա էլ թելադրում է քաղաքականությունը։ Մենք տեղական ռազմաարդյունաբերությանը զարկ տալով կկարողանանք արդեն բավարարել բանակի պահանջները, ինչպես նաև կստեղծենք աշխատատեղեր, որոնք մեր տնտեսական քայլերի ժամանակ ներկայացնելուց ասել ենք, որ արդեն ստեղծելու են 300,000 նոր աշխատատեղեր։ Հա, դա շատ քննարկված թեմա է արդեն, մի հատ ուրիշ բանից էլի քեզ հետ կապված։
կուզենամ խոսենք, ես իմացա, որ դու մեդալներ ես վերադարձրել պետությանը, չէ՞, քո ստացած մեդալները, շատ լավ տեղյակ չեմ այդ թեմայից, էլի դրա համար ես հենց հարցը տամ, կուզենամ, որ դու արդեն հանգամանալից պատասխանես, թե դա ինչի համար ես արել, երբ է դա եղել, ինչի համար։ Մի խոսքով, լսեմ քեզ, էլի, լսենք քեզ։ Այդ մտադրությունը առաջացել է 23 թվականից հետո ու հասունացավ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում ասաց, որ այս երրորդ հանրապետությունը այս վերջի 35 տարիները կեղծ են եղել, այդ պայքարը կեղծ է եղել ու մենք իրականությանը պետք է առերեսվենք։ Դրանով ինքը քար դրեց, ասենց ասած, Արցախյան առաջի ազատամարտի ժամանակ պայքարած բոլոր ազատամարտիկների ու զոհված ազատամարտիկների արած գործի վրա, ինչպես նաև այն 4000 ու ավել զոհերը, որ տվել էինք Արցախում զոհված տղեկի արածի վրա այդ շիրմաքարը դրեց, ես որպես բողոքի ձայն այդ քայլին գնացի, միայն ես չեմ եղել, իմ մարտական ընկերները հետս են եղել եւ բոլոր իմ մեդալները, որը իմ ամենաթանկ ձեռքբերումն էր այս կյանքի ընթացքում, ես որպես բողոքի նշան հետ վերադարձրեցի ու դեմ դուրս եկա իր այդ քաղաքական մտածելակերպին, որպեսի օր առաջ կարողանանք հեռացնել իրան այդ քաղաքական պաշտոնից։ Բայց եթե այդ մեդալները ինքը չի տվել, իր իշխանության օրոք չէ ստացել։ Կեսը իր իշխանության օրոք եմ ստացել, կեսը մինչև հետ եմ ստացել, բայց հարցը այն չի, թե ինքն է տվել, թե չէ։ Հարցը միտքն է, որ ես այդ ամեն ինչը դնում եմ ու պայքարելու եմ մինչև վերջ, որ ինքը չմնա ու չխեղի Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Ու մենք հասնելու ենք նրան, որ այս թույլ իշխանությանը փոխարինելու ենք ուժեղ Հայաստանով, որը կբերի մեր երկրին ուժեղ խաղաղություն, ուժեղ դիվանագիտություն ու վերջապես կունենանք ուժեղ բանակ, որը ունակ կլինի պահելու մեր երկրի սահմանները ու թույլ տալ արտաքին աշխարհի հետ հարաբերվել հավասարը հավասարի ի նպաստ հայկական շահի։ Այսօր ինչի համար է պետք պայքարել, օրինակ երիտասարդներին ինչ խորհուրդ կտաս, որովհետև հիմիկվա ես ինչ եմ սա ասում, մի տեսակ ես ինքը շատ եմ շփվում երիտասարդների հետ, մասնագիտության բերումով, գործերի բերումով, այս երիտասարդները եւ 2018-ի երիտասարդները, որոնք որ դուրս եկան փողոց նաեւ նպաստեցին Նիկոլ Փաշինյանի հեղափոխություն կոչվածին, բավական տարբեր են, օրինակ այն ժամանակ ակտիվ էր երիտասարդությունը, դրա համար նաեւ այդ հանգամանքը օգտագործվեց նրանց փողոցում, փողոց դուրս գալ, փողոց փակել եւ այլն, sense տարբեր բաների մասնակցել։ Հիմիկվա երիտասարդները ավելի շատ sense ներփակված են իրենց անձնական կյանքի, իրենց մասնագիտական, իրենց ժամանցի շատ-շատերը, ես չեմ կարող ասել մեծամասնությունն են իրենք թե ոչ, բայց իրենք շատ են ու բավականին ապաքաղաքականացված են։ Միևնույն ժամանակ իրենք չեն էլ սիրում այս իշխանություններին, այսինքն նենց չի, այս իշխանության կողմնակից են, բայց նաև չեն էլ հետաքրքրվում, թե ինչ ընդդիմություն կա, ինչ է սպասվում երկրին, վաղը ինչ կլինի, ասեն շատ իներտ են, էլի, ուզում եմ այս դեպքում ինչ խորհուրդ կտաս երիտասարդներին, ինչ պիտի իրենք անեն, որպեսզի վաղը ունենան ուժեղ երկիր, չվախենան ապագայից, ուզենան մնան Հայաստանում ու ստեղ աշխատեն, ստեղծագործեն, արարեն, ինչ կասես իրենց։ Տեսեք, այդ երիտասարդների պասիվությունը գալիս է երկրի քաղաքական իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Բայց մենք ինչ ենք առաջարկում, այդ անտարբերությունը մենք փոխարինելու ենք նոր լիցքերով, նոր թափով, համալիր լուծումներ ենք առաջարկելու, թե երիտասարդների ուսման հետ կապված, թե զբաղվածության հետ կապված, հայրենասիրական ոգին իրանց մեջ բարձրացնելու ենք բարձր մակարդակի, կան, ուղղակի քիչ են այդ ամեն ինչով զբաղվողները, այդ ամեն ինչի հետևից գնացողները, բայց մենք մեր համալիր լուծումների ճիշտ վարած քաղաքականության հետևանքով հասնելու ենք նրան, որ ամեն երիտասարդ գիտակցելու է, որ ինքը մի մասն է այս երկրի անկախության ու ինքնիշխանության պահպանման համար։ Մինչև այդ քաղաքականությունը իրականացնելը, քանի որ դիմացնել ընտրություններ են ու քիչ ժամանակ արդեն մնացել, երիտասարդների հետ պետքա շփվել, խոսել, այդ ամեն ինչը իրենց ասել, բացատրել, որպեսզի իրենք դա իմանան։ Հետո հասկացա, ասենք օրինակ, եթե դուք գաք իշխանության, հետո դա կանեք, ես հավատում եմ, բայց մինչև այդ պետքա իրենց հետ աշխատել։ Այդ աշխատանքը գնում է թե չէ, եւ եթե այո,
Նաև դու ինչ մեսիջ կփոխանցեիր իրենց, որպեսզի իրենք ավելի ակտիվ լինեն, գնան ընտրատեղամաս, նախ մասնակցեն ընտրությանը ու հետո արդեն ինչ անեն ուժեղ Հայաստան կառուցելուց ինչպեսի մասնակցություն ունեն իրենք։ Մենք ունենք մեր երիտասարդների թևը եւ աշխատանքներ իրականացնում ենք X շրջանակների հետ, բայց իմ կոչը երիտասարդներին առաջի քայլը ձեր ապագա արժանապատիվ կյանքը ապահովելու համար, կառուցելու համար դուք նախ պետք է հունիսի 7-ին գնաք ընտրության մերժելով ներկա թույլ ղեկավարությանը եւ ընտրել ուժեղ Հայաստան կուսակցությանը, որպեսզի հատկապես բանակ գնացող երիտասարդները արդեն ծառայեն ուժեղ բանակում, ունենան ուժեղ երկիր, արժանապատիվ ծառայություն ու դրանից հետո երբ կվերադառնաք, երբ արդեն կցանկանաք սովորել համալսարաններում, դուք կունենաք անվճար կրթության հնարավորություն, ինչպես նաև մի քանի ոլորտներում մենք ձեր համար լուծման տարբերակներ ենք առաջարկելու, հատկապես սպորտային կյանքը բարելավելու, նոր մարզաձևեր բերելու երկիր լինելու են, նորից եմ նշում, մի քանի համալիր լուծումներ, որը կբարելավի մեր երիտասարդության որակը եւ մակարդակը, ինչպես նաեւ նրանց հետաքրքրությունը երկրի նկատմամբ։ Այդ շատ կարեւոր է, որտեղ այս շրջանում երիտասարդներին պետք է ակտիվացնել, առանց իրենց հարցեր չեն լուծվում երկրում, հատկապես ընտրությունների մեկ էլ իշխանափոխությունների ժամանակ, էլի, եթե երիտասարդները չեն մասնակցում, միշտ վատ է լինում։ Մի հարց էլ հիմա մեր իշխանությունները հատկապես երկրի վարչապետը հայտարարություններով է հանդես գալիս վիդեո ուղերձներ անում, որտեղ որ շատ դեպքում մենք տեսնում ենք, չասեմ հայոյանք, բայց տհաճ լեքսիկոն, վիրավորական արտահայտություններ, տհաճ խոսք, մի տեսակ սենց ցինիզմ կա այդ ամեն ինչի մեջ։ Ինչպես եք դա գնահատում ու դա ինչի արդյունք է, իրենք վախեցած են, մտածում են իշխանությունն են կորցնելու, թե հակառակը շատ վստահ են, որ կմնան դրա համար իրենց թույլ են տալիս նման ցինիզմով հանդես գալ, ինչի արդյունք դա կարող է լինի թեկուզ հոգեբանական տեսանկյունից։ Այդ առաջի վախի նշաններն են, որ պետք զգում են կորցնում են իշխանությունը, ու Նիկոլ Փաշինյանը Օրելյան տրամաբանությամբ է առաջնորդվում, պարտությունը հաղթանակի տեղ է ներկայացնում, հետո ոստիկանապետությունը ինքը ստեղծել, վախի մթնոլորտ է ստեղծել, եթե մենք չլինենք պատերազմ կլինի, պատերազմ չի լինելու, դա բլեֆ է, եթե վաղը մյուս օր ինքը մնա իշխանության ու հանկարծ Աստված չանի, դժբախտ պատահար լինի իր հետ, ինքը չկարողանա կառավարել, չմահանա, ես իր մահը չեմ ցանկանում, ի վիճակի չլինի կառավարելու, այսինքն պատերազմա լինելու էլի, մեզ պետք չի նենց ղեկավար, նենց համակարգ, որ անձակենտրոն կլինի, համակարգ ստեղծած չի լինի ու իրանից հետո պատերազմ կլինի, այդ ինքը իր բենով ասում է, որ ես թույլ մարդ եմ, չեմ կարողացել համակարգ ստեղծել, բայց մենք առաջարկում ենք, որ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծելու ենք ուժեղ Հայաստան, ստեղծելու ենք այնպիսի համակարգ, որ առանց ղեկավարի կամ ղեկավարից հետո անգամ ինքը կկարողանա ավելի զարգանալ ու առաջ գնալ, քան Նիկոլ Փաշինյանի օրոք է։ Մեկ էլ մի հավելում, արժե համակարգից ու մարդկանց վիրավորելուց է ինքը խոսում, բարոյականությունից ու մարդկային փոխհարաբերություններից չի կարա ինքը խոսա, որովհետև իր քաղաքական թիմի ազգային ժողովի նախագահ թքում է մարդկանց վրա, Ալեն Սիմոնյանի մայրը միջնամատ է ցույց տալիս ժողովրդին, քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը օփելի վարորդներին համբալ է ասում, Արուսյակ Ջուլհակյան անազգանով պատգամավորը տհաճ արտահայտություններ է իրականացնում կանանց նկատմամբ, սա մի ուժ է, որը առավոտից իրիկուն ատելության խոսքն ու հայհոյանքը լեգիտիմացնում է, նման քաղաքական ուժ ու հատկապես դրա ղեկավար կոչվածը չի կարա ուղղակի բարոյականությունից խոսա ու առավել եւս իր մրցակիցներին խորհուրդներ տա։ Նորից վերադառնալով պատերազմի թեմային, եթե նորից լինի պատերազմ կգնաս առաջնակից։ Տեսեք, այդ նախորոք քննարկելու, պլանավորելու բան չի կամ միանգամից հա ու չէ ասելու չի, այդ ես այն տեսակը չեմ արդեն, որ հլնեմ բարձրագոչ հայտարարություններ անեմ, հայրենասիրությունից խոսամ կամ չգիտեմ ինչ, իմ քայլերը, իմ
անցած ճանապարհն ու հետագիծը, դրա մասին խոսում են, դրա պատասխանը տրվել է վաղուց։ Պատերազմն ու քաղաքականությունը, կռիվն ու քաղաքականությունը նույն բանն են։ Պատերազմում վախենում են զոհվելուց ու չեն գնում պատերազմ, իսկ քաղաքական դաշտում արդեն վախենում են պայքարի դուրս գան, որ անկարծ չբռնվեն։ Այս քաղաքական պայքարի մեջ եւ բռնվել եմ, եւ պատերազմի ժամանակ այդ զոհերն եմ տեսել, իմ ընկերներից են զոհվել, ես դրանից հետո չեմ հուսահատվել, ավելի եռանդով ու կրկնապատված ջանքերով են փորձել իրենց վրեժը լուծել։ Ստե մեր խնդիրն է, նորից եմ նշում, ու այդ արտահայտությունը 2500 տարի առաջ Սունցզին է արել, լավագույն հաղթանակը առանց կռվի հաղթելն է։ Եվ մենք ստեղծելու ենք այն պետությունը, այն ուժեղ տնտեսությունն ու ուժեղ բանակը, որի շնորհիվ Հայաստանը ու հայկական բանակի զինվորը էլ կարիք չի ունենալու մտնել մարտի մեջ, ինքը հաղթած է լինելու առանց մարտական գործողությունների մասնակցելու։ Ընդամենը մի անձի փոփոխությամբ մենք այդ հոգեբանական ստորացումից միանգամից բարձրանալու են գագաթին ու այդ ինքնավստահությունը հաստատ կա մեր մեջ։ Մի անձի փոփոխությունը համաձայն եմ, բայց կարծում եմ, որ ժողովրդի մեջ էլ պարակտված վիճակը այս մթնոլորտը պիտի շատ արագ, հնարավորինս արագ վերացվի, եթե լինի իշխանափոխություն, պետք է շատ արագ այդ ուղղությամբ աշխատանք գնա, որովհետև շատ տհաճ մթնոլորտ է։ Այսօր ժողովուրդը բաժանված է երկու մասի, ես չեմ ուզում հիմնական սևեր սպիտակներ տենց բաներ ասեմ, էլի այդ թեզերի մասին չի խոսքը։ Ուղղակի այսօր օրինակ ես որպես քաղաքացի, ես նախորդ ոդքասթի ժամանակ էլ այդ միտքը արտահայտեցի, ես որևէ կուսակցությունից երբեք չեմ եղել ու հիմա էլ չեմ, լրիվ անկաշկանդ ազատ քաղաքացի եմ, միշտ խոսում եմ ինչ որ ուզում եմ, միշտ գրում եմ, ասում եմ ինչ որ ուզում եմ, միշտ փորձում եմ այդ ամեն ինչը պահպանել կոռեկտության մակարդակի մեջ, անձնական դաշտ, ընտանիք եւ այլն չմտնել։ Ու չնայած այդ ամեն ինչին, որ իմ արածների մեջ էլ միշտ ազնիվ եմ, բայց այսօր ես զգում եմ հետեւյալը, որ օրինակ ես չունեմ երկրի ղեկավար, ոչ թե այն տեսանկյունից, որ մեր երկրի ղեկավարը լավը չի կամ թույլ է կամ թույլ ուժեղ է կամ այդ բաղով չեմ ասում, էլի հիմա լրիվ այլ բան եմ ասում, այլ ես ունեմ զգացողություն, որ մեր երկրի հիմիկվա ղեկավարը ինքը մենակ իր ընտրազանգվածի ղեկավարն է, ինքը ոնց որ մյուսներին չդիտարկի որպես իր երկրի քաղաքացիներ, որոնք նույնպես գտնվում են իր կառավարման, պաշտպանության եւ այլնի ներքո։ Ես այդ պաշտպանվածության զգացողությունը որպես քաղաքացի իր օրոք չեմ զգում։ Ամեն ինչ մի կողմ թողած, վերաբերմունք, բան, սիմպաթիա, այդ լրիվ մի կողմ թողած, էլի լավ, ամեն դեպքում երկիրը ունի երկրի ղեկավար, ինքը շատ է սիրում կրկնել ընտրված վարչապետ, ես չեմ ուզում դա կասկածի տակ դնել, ես գտնում եմ, որ ինքը 21 թվին ամեն դեպքում ահագին շատ ձայներ է հավաքել, հիմա դա այդ 680,000 էր կարծեմ, հիմա տեղից օրինակ ադմինիստրատիվ ռեսուրսով կարող է ինչ-որ X քանակ ա եղել, բայց ինչևէ ինքը շատ ձայն հավաքել է, էլի իրեն ընտրել են, ես դա չեմ ուզում հիմա քննարկենք, բայց ոնց որ ինքը լինի այդ իրեն ընտրած մարդկանց կամ էլ ոչ միայն այդ իրեն ընտրած մարդկանց, այլ նրանց, ովքեր որ դեռ իր կողքին են, որտեղ այդ իրեն ընտրածների մեջ շատերը կան, որ հիմա չէին ընտրի։ Բայց ես այդ եմ ուզում որ վերանա, օրինակ ես ուզում եմ ունենամ նենց երկրի ղեկավար, ով անկախ նրանից, ասենք, պայմանական ես իրեն եմ ընտրել թե չէ, ինքը լինի իմ երկրի ղեկավարը, ինքը չասի դե որ Տիգրանը ինձ չի ընտրել, ես իրան չեմ սիրում, ես իրան չեմ պաշտպանելու, իր ճանապարհները պիտի փակվեն, ինքը պիտի չաշխատի, թողնի այս երկրից գնա օրինակի համար։ Այդ այն զգացողությունով եմ ես ապրում, ինձ դա է ամենաշատը խանգարում։ Ես շատ բաներ եմ խանգարում, բայց հատկապես այդ զգացողությունն է, որ դու քո երկրում ոնց որ քո երկրի քաղաքացի չզգաս, զուտ նրա համար, որ քո հայացքները ընդդիմադիր են, դու օրինակ ընդդիմությանն ես քո ձայնը տալու։ Այնպես որ այդ երևույթը ես կարծում եմ բացի մեկ անձի փոփոխությունից նաև այդ մթնոլորտը պիտի վերանա ու անկախ նրանից ամեն մեկը ունի սահմանադրությամբ եւ կյանքի բերումով նաև էլի ոչ միայն սահմանադրությամբ իր ընտրության իրավունքը բոլոր տեսակի նորմալ հարցերում, որը որ օրենքին չի հակասում, ու երբ որ ես գնում եմ բանտրությունները հենց դրա համար է, չէ, ես մտնում եմ ընտրատեղամաս, այնտեղ կա քվեախցիկ, որտեղ ես իմ խղճի առաջ ընտրում եմ մի հոգու կամ մի քաղաքական ուժի։ Հիմա զուտ դրա համար ոնց որ ես եւ իմ նման մարդիկ սենց outsider դարձած լինենք այս երկրում։ Դա շատ վատ է, ես ուզում եմ որ այդ մթնոլորտը փոխվի ու երբեք տենց չլինի։ Օրինակ այս իշխանություններին այդ մարդիկ ովքեր, չգիտեմ, 10% կլինի, 20% կլինի կգնան ձայն կտան, իրենց վատ չզգան հաջորդ ասենք հաջորդ երկրի ղեկավարի օրոք էլի չստացվի որ իրենք էլ չունեն իշխանություն, այդ զգացողությունը չունենան։ Այդ երևույթը պիտի վերանա։ Եթե այս բաղով ինչ-որ բան ունես ավելացնելու։ Անպայման։
Ես կցանկանայի ժողովրդին դիմել այս հարցով, առավել քան երբևէ հարգելի հայրենակիցներ, ընտրությունը պարզ է, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ, մենք ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին թողնելով ամեն ինչ նույնը, այսինքն միակողմանի զիջումներ, ատելության խոսքի լեգիտիմացում, թե ընտրում ենք փոփոխությունը, որը առաջարկում է Սամվել Կարապետյանը, եթե ընտրում ենք փոփոխությունը, մենք ունենում ենք ուժեղ Հայաստան, մենք ունենում ենք ուժեղ տնտեսություն, ունենում ենք նոր աշխատատեղեր, ունենում ենք ուժեղ բանակ, ունենում ենք ուժեղ դիվանագիտություն։ Ընտրությունը շատ պարզ է, մենք մեր ընտրությունը արդեն կատարել ենք, ու մենք բերելու ենք այդ փոփոխությունը, իսկ այդ փոփոխությունը սկսվում է մի քայլից, Սամվել Կարապետյանի ազատությունից։ Հունիսի 7-ին խնդրում եմ գնաք ընտրատեղամասեր եւ ընտրել ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Չգնալով ընտրատեղամասեր, դուք ձեր ձայնը ուղղակի եւ անուղղակի կերպով տալիս եք Նիկոլ Փաշինյանին։ Այսքանը։ Շատ լավ, երևի այսքանով ավարտենք, ես ուղղակի հետևյալը ավելացնում, քանի որ դու կուսակցություն ես ներկայացնում ու բնականաբար քո ուղերձի մեջ նաև իրավունք ունես առաջարկելու ում ընտրեն, որպեսզի լավ լինի, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան, ես ամենակարևորը կասեմ, որ գնացեք ընտրության։ Անպայման գնացեք ընտրության, մի ալարեք գնացեք ընտրության։ Թե ում եք ընտրելու, դա ձեր սահմանադրական իրավունքն է, բայց տանը մի նստեք, տանը մի մնացեք, այդ ամենակարևորն է, որ փորձենք նենց անել, որ մարդիկ այդ օրը չալարեն, չանտեսեն, դա իրենց քաղաքացիական պարտքն է եւ դրանից է կախված, թե հաջորդ 5 տարին ոնց են ապրելու, ինչա լինելու իրենց հետ։ Այդ մի բանը պիտի անեք ընդհանրապես ժողովուրդ ջան, ես խնդրում եմ բոլորիդ ուղղակի գնացեք ընտրության, թե ում կընտրեք, դուք դա գիտեք, դուք դա պատկերացնում եք կամ այդ պահին կորոշեք, թեկուզ իմպուլսիվ որոշում թող կայացնեն, թող մտնեն այդ պահին որոշեն ում են ընտրեն։ Ես այ իհարկե անձամբ իմ անունից եմ ասում, էլի, բայց գնացեք ընտրության, այդ ամենակարևոր բանն է, որ այսօր ես ուզում եմ իմ ծանոթ մարդկանց, անծանոթ մարդկանց անպայման ասել։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Հուսանք, որ լավ փոփոխություններ կբերեք ձեր թիմով, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, հուսանք, որ կլինի հաղթանակ։ Այսօր երևի այսքանով սահմանափակվենք, իմ հյուրը Արման Պետրոսյանն էր, ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, շնորհակալություն Արման ջան հյուրընկալվելու համար։ Ձեզ նույնպես։ Ուժեղ ոդքասթների եթերում կհանդիպենք հաջորդ անգամ։ Ցտեսություն։